Բարի լույս, սիրելիներս, բարի լույս, հարազատներս, ինչպես եք, բայց կարող ժակետս էլ բերեմ, ժակետս մնաց, ուզգում եմ, որ միգուցե ծրտի ծուրտա նենցել, խայել յասամանը, ընտիրությունը, երեխեք ջան այսօր առավոտ բարի լույսով ուզում եմ համ ձեզ միանամ համել մի քիչ երեկվա ավերածություններից խոսան, երեք ահավոր էր, ես չգիտեմ են ինչ կարգի սելավ եկավ, ես չգիտեմ թե քանի տեղ ինչ ավերածություններ արել, մազերս այսօր սենց եմ կապել, վաղուց էր այս ձևով չէի կապել, մի տեսակ զգացի, որ կարոտել եմ այս կապելը, ինչև է, բայց եկեք սենց անեմ, երևի ավելի ճիշտ է, երեք պատահեց են, որ պատահեց են կարգի սելավ ու անձրև եկավ, փաստորեն Հայաստանի ողջ տարածքով է եկել, ոչ թե սելավ, նաև կարկուտ, համ կոֆե գնեմ, համ էլ զրուցենք, մտածեցի ջազվես տեղ չի, ու ասում եք էլի, ինչ անի խեղճ գյուղացին, ընչի մենակ գյուղացին, նաև քաղաքացիներ, այսօր շատ քաղաքները մեր մարդիկ զբաղվում են իրանց այգեգործությունով, իրանց պտղատու ծառերով, ու որ նայում էին, են ինչ ավերածություններով, են ոնց հա կարկուտը անխիղճի պես, թափում ասում էի, վայ աստված ջան, շատ, ոնց ասեմ, նեղվեցի, շատ ջանս ցաված, հա, որովհետև ժամանակին, երբ որ ես էլ եմ զբաղվել այդ այգեգործությունով, ես էլ էի տարվա այս չախը վարունգ ցանում, լոբի ցանում, ուրախանում, որ առաջի ծիլերը տվեց, հետո սրտի թրթիրով բերքին սպասում ու մի օր էլ այդ չարաբաստիկ կարկուտը նենց ավիրեց, որ փոքր երեխու նման դրել ու լացել եմ, որովհետև ստեղ մեր լոռեցիներն ասում են յարեն տիրոջնա ցավ տալիս, այգեգործություն անողները իմ այս ասածը լավ կհասկանան, այս լոբին տանեմ դուս, որ հնդրեմ ու բարեկամներիս ու հետևորդներիս ասեմ, երեք շատ ահավոր սելավ եկավ, մյուս տեղերը մենք կողմեր եմ կարկուտ, ավերածություններ, նայում ես էլի մարդկանց շորտ վիդեոները ու մեղքն կորչում, չէ որ մարդը ջանք է ներդրել, չէ որ մարդը հույսեր է փայփայել, իրա եռանդն է ներդրել, առողջությունն է Տերը տվել ու հողագործության պես չարքաշ աշխատանք, դա մեկ էլ հողագործությունն է, որ ինչի անջատեցի, որ անողները էլի դրա գինը գիտեն այդ ինչա, ուժերը դու եռանդը տալիս ես հողին ու սպասում փոխադարձ պատասխանի, մեկ էլ Աստված ջանի, որ այդ փոխադարձ պատասխանը հեչ լավ է չի լինում, այն ժամանակ փոքր երեխի պես նստում ես ու լացում, ոնց ես լացեցի տարիներ առաջ, երբ որ ամբողջ իմ վարունգի մարգը փչացավ, լոբիներս կարկուտը նենց տվեց, որ
չվերակենդանացան, որ լոբին էլի մի քիչ կոշտ լույսա չէ, պայքարող տեսակա, բուսատեսակա, բայց չէ, էլ չասեմ, որ կարտոֆիլ էի ցանել, հիմա այս տարի դեռ դուրս չի եկել, այս տարի կանաչի ցանեցի, մի քանի թուփ կարտոֆիլ ու որ ինչ էլ լինի, պետք չի, որովհետև ուրիշ մարդկանց նման հեկտարով ու մետրերով չեմ ցանել, եթե Աստված չանի վնաս լինի, ոնց են ասում, նույնք չորտու, բայն հեկտարով աշխատած մարդիկ, ինչ ասեն, սիրելի հետևորդներ ջան, այնպես որ Ազիզ, մի քիչ նկարեմ ու զանգեմ, էլի, տներում ես, հա, դե ասա, եղավ Ազիզ ջան, դե լավ, ոնց եմ սիրում սենց լավ ընկերությունը, որ առավոտ բարգլուսախառը իրար մի հատ բարգլուս ենք տալիս ու գնում առաջ, ու որ հիշում եմ, որ տարիներ առաջ երեխեք թիկունքից լավ հարված ստացամ, Այն մարդուն, ում համար եմ ինձ լավ ընկերուհի, տարիներով շփվել եմ իրա հետ, պարզվեց, որ վերջ էլի, ամենավատը սպասի քեզ ամենամոտից, բայց ես դրանից չեմ հուսահատվել, իմ կյանքում էլի կան շատ լավ մարդիկ, շնորհակալ եմ Աստծուն, փառք քեզ Տեր Աստված, ու հենց դրա համար եմ շնորհակալ Աստծուն, որ ոմն մի ճակերտավոր այս դեպքում ինչ ընկերուհի, եթե այդ ձևի մարդուն կարած մի հատ վատ տղամարդ համարես չեք ու կյանքում, այ այդ վատ մարդուն, որովհետև ես կնոջ այնքան նուրբ ու փխրուն էակ եմ պատկերացրել, չեմ մտածել, որ կինը կարա, ասենք, վատն լինի, վատ բաներ անի, վատ մտքեր անի, տունդ մտնի, հացդ ուտի, հացդ կիսի, դու էլ իրա տուն մտնես, հաց ուտես, հաց կիսես, երեխուդ շահը լինի, դու իրան շահը լինես ու մեկ էլ հոպ, ստոպ, մի խոսքով։ Ես չեմ վհատվել, ես ինչի եմ սենց բարձր ասում, որ դուք էլ ոչ մի անգամ չվհատվեք, թե ընկերուհին լավ բան չի։ Ձեր կյանքը մեկ պահի ընկերուհիներ, իմ սեփական փորձից եմ ասում, ձեր կողքին ունեցեք լավ, հավատարիմ մարդիկ, մեծատառով մարդիկ, ու այդ դեպքի համար եմ շնորհակալ Աստծուն, որ նման ճղճի մարդուն հեռացրեց իմ կյանքից, ու էլ ավելի լավ մարդկանցով ու ինձ նվիրված մարդկանցով շրջապատեց ինձ, ես առավոտից լողացել եմ ու զգում եմ, որ թիկունքս կարահնել սառի, որ ես հիվանդ եմ, այս շորիս սիրունությունը չեմ ուզում ծածկեմ, բայց այս այդ դեպքը չի, որովհետև ցուրտ է, հիմա իմ ծանոթ ու լավ բարեկամ աղջիկներով իրար առավոտ բարելույս ենք ասում, կանչում մեկս մյուսին, մի բաժակ կոֆեի, նորից եմ ասում, հո այդ բուն նպատակը այդ կոֆեն չի, չէ, տեսեք ասի նկարում եմ մի 10 րոպեից, ասավ չէ, կարևոր բան եմ ասում մի խոսքով, շփվեցինք ու միացած ես, քանի որ իմ ես բաժակում սուրճը սուշա սառը, դեռ իմ սուրճը եռման աստիճանի է, հիմա էլի նորից անձրևան ու եղանակը էլի շատ վատն է, շատ, հեչ լավը չի, մեր լորին էլ որ խոնավա, ենա արդեն ամեն ինչ պարզ է, թեպետ և էլի կարճ շորց վիդեոներով նայում էի, թե Երևան էլի, այդ ինչ էր կատարվում, այդքան անձրև, բայց գոնե այնտեղ տաք է, այսքան ցուրտ չի, որ մի հատ երկարաթև հագնես, հերիք չի, մեկն էլ ուսերիդ գցես, որ չմրսես։ Այստեղ իմ սեղանին էլի ունեմ սուրճի բաժակ, մորուս հետ եմ խմել,
Հետո այս ռեզինով էի մազերս կապել, ասում եմ չէ, լավ, վաղուց զաժիմով մազերս չեմ հավաքել, եկեք են որ սենց կապում պոչիկ էր, հետ ընգնեմ տենց անեմ, են էլ որ կարճացրել եմ ու սենց ուղիղ կտրել, են հետաքրքիր ալիքները էլ չկա, բայց միևնույնն է, ես սիրեցի ես գիրտ ուղիղ կտրվածքը, որովհետև, չգիտեմ, այս պահին ինձ դուր է գալիս։ Հիմա առավոտ բարելույսով այդքան խառը կողմերից բաներ ասեցի ձեզ, սրտիս նեղությունը կիսեցի ձեր հետ, երեգել էի շատ նեղված, մարդ ես էլի մտածմունքներ ես ունենում, ասելիք ես ունենում, խոսելիք ես ունենում, ու եթե ես ունեմ իմ շուրջ բոլորը հավաքած մի լավ ընտանիք, չեմ կարա էլի կեղծ ներկայանամ, տաշի-տուշիներով, լալալուլուներով, որ ամեն ինչ լրիվ լավ է, ոսկեղենիկ հայերենով, կուլտուրնի խոսելաձևով, փառք Աստծո, խոսելաձևս էլ կհերիքի, կրթությունս էլ կհերիքի, չէ, օրինակ մարդիկ կան, որ շատ կան նմանատիպ մարդիկ, որ ասում են, թե ես կրթված, այս ինչ ձևով, կրթված բլոգեր, դիպլոմով բլոգեր, համեկի հետ չեմ շփվի, փառք Աստծո, ես էլ եմ կրթված, ոչ մի անգամ իմ կրթությունը սենց դրոշակի նման չեմ ծածանել, փառք Աստծո, իմ կողքին ունեմ լավ մարդիկ, ովքեր էլի կրթված են, ովքեր էլի սիրում հարգում, գնահատում են ինձ ու իմ երեխուն, այնպես որ ես ոնց ասեմ, փառքի ու անունի հետևից չեմ վազում, այ լավ մարդու հետևից միշտ էլ կվազեմ, որովհետև ես ուրախանում եմ, երբ որ սենց վիզս թեքում եմ ու իմ կողքին լավ մարդիկ եմ տեսնում, համ շատ ուրախանում եմ, համ էլ փառք եմ տալի Աստծուն, որ իմ կողք բերում, դնում այդ ձևի լավ մարդիկ ու շրջապատում ամես հենց այդ լավ մարդկանցով, այնպես որ երբևիցե ոչ մի անգամ կրթությունս դրոշակի նման չեմ ծածանել, հետո կարևորը, ոնց ասեմ, մարդու կրթությունը չի, կարևորը մարդու տարական դաստիարակությունն է, կարա մարդը կրթված լինի, բայց լրիվ զրնգուն, դատարկ ձայնով, կարա մարդը չկրթված լինի, բայց լավ մարդ տեսակ լինի։ Այնպես որ սիրենք իրար, այն ձևով, ինչ ձևով, որ կանք, ներկայանանք մեկս մյուսին, այն ձևով, ինչ ձևով, որ կանք, ես հետ չեմ մոռանա, իմ լավ ու բարի քույրերից մեկը, իմ Աննան, ասման այդ գիտես, ես քեզ ոնց էկրանում տեսել էի, հետաքրքիրն է նա, հենց այդ ձևով էլ դու ինձ իրականում չտարբերվեցիր, նույն մարդն ես, այ դա իմ համար մեծություն է։ Ես խմեցի իմ սուրճը, հիմա ինչքան ուզում է անձրև ելնի, ես գործերում եմ, որովհետև այսօր որոշել եմ մի քիչ գժվեմ, են տեսակ չէ, որ ասում է Երանի գժերին որ էլ չեն գժվելու, չէ, երբ որ անձրև է, մի տեսակ տրամադրությունը սենց մելամաղձոտ է դառնում, օրինակ իմ հետ տենց է պատահում, սենց ամեն ինչին իմիջայլոց, բայց որ ես ինձ կարողանամ դրանից ցրեմ, մտքերս սենց քամում տամ, օրինակ երեկ ես հասկացա, որ եթե մնամ տանը, ինչքան ուզում է այս նույն գործը, որ այսօր էի անելու, երեկ անեի, չէր լնելու, որովհետև երեկ մի ուրիշ հոգեբանական վիճակում էի, որ ներկայացնելու, ասելու չի, իմ լավ մտերիմները, դե ասում եմ, խոսում եմ, կիսվում եմ, բայց հանրությանը ամեն բան էլ չի էլի, որ ասում եմ, ու երեկ ոնց որ ես ուզում էի տանից անընդհատ փախած լնեի, անընդհատ քայլեի, գնայի, շատ գնայի, չգիտեմ շատերիդ հետ է տենց պատահում թե չէ,
Բայց ես ու չեմ սիրում, որ իմ նեղությունը այս պահին թե մեր տանը մաման է, Ալեքսն է, ես չէի ուզի, որ իմ նեղությունը կամ մորս ցույց տայի, կամ Ալեքսիս վրա հանեի, դրա համար ասի քանի ես տանն եմ ու մենակ եմ, արի տանը չմնամ, դուրս գամ, քայլեմ, իրիկունը Նիկան, ասմա ինչ կա, ասում եմ այսօր քաղաքում ինչքան տեղ կա, ես քայլել եմ, ասմա խի, էտա պատճառներն ասում եմ, ասմա դե ոչինչ, տենց էլ կարող լինի, ասում եմ, հա, էտ ավելի լավ տարբերակ էր, քան նստեի տանը, ինձ ուտեի, հետո Ալեքսը գար, մի աստված չաներ, մի թարս բան ասեր, թարս բանն է, գիտեք չէ, որն առնելու, որ ես ասեի Ալեքս ջան, արի նստի կամ մի տող գրենք, կամ երկու տող կարդանք, ինքը պետք է ասեր, չէ, ու վսյո, գնաց, իմ ջղայնությունը թափելու է այդ խեղճի գլխին, դրա համար տենց չեղավ, գնացի քայլեցի, Ալեքսն էլ եկավ, միշտ ասել եմ, ինքը դասից որ գալիս է, ժամ-ժամուկես իրան հանգիստ եմ թողում, հետո հեռվից մոդիկանալով, հավեսի գցելով, մոռացել եմ լոբուս մաքրեմ, հավեսի գցելով երեխին, ինքը գիտի, ուղղակի վատը գիտեք որն է, որ արդեն արձակուրդներն են գալիս, ու երեխեն ասում է, ով է ջեպտի գա, ես էլ չեմ ուզում դպրոց գնամ, ես էլ չեմ ուզում էս անեմ, ես էլ չեմ ուզում են անեմ, այդքան բան, սիրելի հետևորդներ ջան, այս ճորճռոցիս համար ներող, մի հատ ուզում եմ, գիտեք ինչ անեմ, լոբի մաքրեմ, այս ծուխ եղանակին, ինչը համով տուքի սուպը, համ սուպ անեմ, համ էլ մի քիչ սոխով, մոխով, ռեհանով, որ սարքնեմ, այդ անեմ, հետո սիրելիներ ջան, օղ ծիտիկս, եկավ ծիտիկս, մի հատ ծիտիկ ունեմ ինքը ինքան շիշը տաղտեղ գալիս, գժվում եմ ծտերի համար, գժվում, որ չեն գալի իրանց կտուցով մի բան տանեմ, խելքիս ծերը գնում է, ոնց նկատեցի, ընկույզ ունեի սեղանին, դրա ուզում եք էտենա մեկ էլա կուտ անում, մի քիչ այս կոմի վրա էի դրել, համի առաջինը եկավ ու ստեղ չգիտեմ կադրը ֆիքսես թե չէ, տեսավ դատար կա, այսօր դեռ չէի դրել, սիրում եմ ծտերին շատ, չափից շատ, գիտեմ ասելու եք Անահիտ, ցույց տուր ինչ ես անում, ինձ լասեք դուք էլ եք սենց սեղանի վրա անում, թե մեկ են որ դերի մեջ ես մտնում ու սկուտերի վրա ես մաքրում դեղնի ես պահին, ես իմ խոհանոցը սպանեցի ձեզ էլ, ինձ էլ այդ խոհանոցով, երեգնիկան նորից է ասում, պրծի իչի, ստեղից ընդեղ գնա, ընդեղից ընդեղ, մեղկես, էս, ասում եմ գոնե լվացարանը, որ դրվես, համաձայն եմ կիչնեի, բայց ուրա թե կդրվես, սիրելի հետևորդներ ջան, ես լոբին եմ, ես շատ սիրում, ինքը շատ համով լոբի է, մենք իրան չալ լոբի ենք ասում, չգիտեմ որ տարածաշրջանում ոնց են ասում, բայց կոնկրետ մենք իրան չալ լոբի ենք ասում, շատ համով է, եկավ, ծիտես էլի եկավ, չգիտեմ, տեսակ, եկավ, նայեք, ես հրին եկավ, տեսակ, ինչա, թե ես ընդեղ բան եմ դրել, ինքը արդեն սովորել է, այդ կեզ բան,
Բա սիրելիներ ջան, այդ էլ տենց ինչ կեղտոտ է, իսկի է տենց կեղտոտ է սնոբին։ Նայում եմ գրառումների բաժինը, խոսքը գնաց Ալեքսիս երգի մասին, մաքրություն աղբյուրի, Անուշիկ իմ քույրիկ, Միկին գրել էր, ես հիշեմ դա պարտադիր հարցնեմ ընկեր Գայանեից, ուրեմն Միկին գրել էր, որ դուք սխալ եք ասում, որ այդ երգը Ռուբեն Մաթևոսյանն է երգում, այդ երգը երգում է Վալյա Սամվելյան, հա, չեմ հիշում, Վալյա Սամվելյան երևի, ես չառարկեցի, որովհետև ստույգ չգիտեի, ու եթե մի բանը ստույգ չգիտես, ոնց մի ուրիշ մարդու հետ կոնֆլիկտի մեջ մտնես ու փորձես քո ճիշտը առաջ տանես, ու նամանավանդ այն դեպքում լռեցի, երբ որ հավաքել էր 24-ը լայք, այսինքն 24 մարդ, 24 իմ լավ ու բարի հետևորդ կողմ էին էլի այդ քննարկմանը, ու ես տենց մտքերի մեջ ընկամ, համացանցը պրպտում եմ, գրում եմ, համացանցը ինձ բերում է այդ երգի կատարումը միմիայն Ռուբեն Մաթևոսյանի կատարմամբ, ժողովուրդ, այնպես որ դուք էլ կարող եք համացանցին հարցում անել ու տեսնել, որ այդ երգը բերում է միմիայն Ռուբեն Մաթևոսյանի կատարմամբ, Վալյա Սամվելյանի կատարմամբ այդ երգը չկա, հիմա թե ով է հեղինակը, ով է երգել, ես կոպիտ ասած չեմ սպորվի, որովհետև միշտ չի, որ կարաս դու ճիշտ լնես դիմացինդ սխալ, քանի որ շատ բաներում դուք ինձ օգնել եք ու սատար եք կանգնել էլի, այնպես չի, որ ես ասեմ ես 100%-անով ճիշտ եմ, իսկ դուք սխալ, չկա նման բան, սիրելիներ ջան, հիմա հերթը հասավ նրան, որ ես անձրևին ինչ եմ անելու, քանի որ պլաններումս կան, այս ընթացքում հյուր են մեզ կանչել գնալու ենք, իսկ ես ճանապարհ գնալուց առաջ, գիտեք որ սիրում եմ տակից գլուխ, ինչքան ուզում եմ տունը մաքրես, միշտ էլի վերջի պահին մաքրել ես չէ ուզում, ու երեխեք ջան, այն որ չակերտա, որ մեկ-մեկ փորձում եք թե ինչ-որ թե մի սենց բան ասել, այ որ դուք իմ տեղը լնեիք, հլը տենամ կանեիք են ինչը որ ես եմ անում, են անգամ էլ մի լավ հետևորդ գրել էր, թե դուք ունեք մի երեխա, ես ունեմ 3-ը, ես աշխատում եմ, ես ես եմ անում, ես են եմ անում, այո, մալացեց ողջունելի է այդ ձևի մարդկանց, որ սենց հերթով, շարքով, կարգով իրանց գործերն են անում, բայց ոչ երանի, որ դուք էլ էլի իմ առողջությունից ունենայիք ու զգայիք, որ ամեն մի գործը մեծ դժվարությունով կարաս անես, երբ որ սիրտդ ու հոգիդ ուզում է, որ դու ես գործը, ես ես ամբողջ տունը մի օրվա մեջ եմ մաքրել, և լուսամուտներով, և դռներով, և հատակ-մատակով ու ամեն ինչով, բայց տարիները փոխում են, չէ, մարդու առողջությունը, թե ֆիզիկապես, թե հոգեպես, ու ես հոգեպես ինձ շատ ճնշված եմ զգում, երբ որ իմ տունը մաքրելը տևում է մի քանի օր, էլ չասեմ բակի մասին, այնպես որ եկեք ամենքս մեր արշինով մեզ չափենք ու ասեմ ու հստակ կասեմ, ովքեր որ ապրում են սեփական տանը, նրանք ինձ լավ կհասկանան, որ սեփական տան գործը երբեք ոչ մի անգամ չի պրծնում ու երբեք ոչ մի անգամ ոչ մի անկյունդ իդեալական մաքուր չի լինում,
Դե իդեալական ասված է ճակերտների մեջ, որովհետև ամենքիս համար տարբեր է այդ իդեալը։ Այնպես որ ես նախընտրում եմ ասելուց առաջ մտածել ու նույնը խորհուրդ կտամ, էլ չծավալվեմ, սիրելի հետևորդներ ջան։ Հիմա այսօրվա գժվելուց մասին էլ ասեմ ու անցնեմ գործերից, քանի որ ժամանակը սուղա պայմանավորվածություն ունեմ, այսօր որոշել եմ գժվեմ, կհիշեք չէ, որ երևի թե ամիսներ առաջ էր, ձեզ ասեցի, խնդրում եմ մի հատ ակտիվ քննարկենք, հասկանալու համար արժե թարթիչների լիցք անել, թե ոչ, էլ ինձ անձնականով գրեցիք, էլ ինձ գրավումների բաժնով գրեցիք, ամեն ձևով գրեցիք, շատ ապրեք, շատ շնորհակալ եմ, բայց այն որ ասում եմ ցեցը մտնում է ջանդ ու դուրս չի գալիս, այդ տարբերակն էլ կա, չէ, շատերիս մոտ այդ թվում նաև իմ, ու այդ ցեցը մինչև այս պահը չի կարում դուրս գա, մի խոսքով որոշել եմ թարթիչների լիցք անեմ ու տեսնեմ այդ ոնց արնելու, ինչ ձևով արնելու, ծիտիկս, եկավ ծիտիկս էլի, եկավ տեսակ չկա ոչ մի բան, ու թե գող կլնեմ կշարունակեմ, թե գող չեմ լնի, հարցրել եմ, ասում եմ իրա ժամկետն ինչքան է, ասում է 21 օր, փորձեմ էլի, հա, տեսեք շիլակից կոնկրետ հետ կանգնեցի, որովհետև այս մատերիս վալանգները չէի զգում, միգուցե թարթիչների լիցքից էլ հետ կանգնեմ դեռ չսկսած, բայց չեմ էլ ուզում, որ ինձ հետաքրքիր մնա, թե այդ ինչա, ոնց են անում, ինչ էֆեկտ ա, այն որ սենք շատ երկար ու խիտ առնեմ, տենց չեմ ուզում, որ ոնց ասեմ, իմ վրա արհեստական սենց հեռվից երևա, որ թարթիչ կա, ուզում եմ հնարավորինս բնականի մոտ, իմ թարթիչները շատ նոսր էլ չի, շատ խիտ էլ չի, մի քիչ խտություն եմ ուզում, մի քիչ երկարություն ու կորություն, հիմա ասում եմ տարբեր ձևով են անում, էլ մոկրի էֆեկտ, էլ են, այսօր որոշել եմ փորձեմ, հլա տենամ կստացվի, թե չէ, դրա համար սիրելիներ ջան, փորձելու եմ, թող փորձը փորձանք չբերի, ուղղակի փորձեմ, դուրս գա, մի ընթացք կար, որ ինձ շատ էիք հարցնում, այդ բոտոքս ես արել, էս արել չէ, ես իմ սովորական բոտոքս որ արած լինեի, սրանք չեր լինի, միջոնքային այդ գծերը և այլն, մի խոսքով գիտեք, ես հնարավորինս բնականի կողմնակիցն եմ, բայց թարթիչները դիմահարդարման մեջ իմ թույլ կողմն է, երբ որ ես սկսում եմ դիմահարդարվել, երևի թե մի 5-10 րոպեն գնում է թարթիչաներ քսելու վրա, շատ եմ սիրում, շատ, չափից շատ, բազմիցս ասել եմ, ու հիմա ուզում եմ, որ ունենամ այդ թարթիչներից, լավը կլնի, ուրախ կլնեմ, վատը կլնի, կասեմ, գիտեք ինչ կա, շատ վատներ, խորհուրդ չեմ տա, բայց ես ունենամ տենց չի լինելու, այնպես որ տանեմ լոբիս լվանամ, թողամ ուռի, ու մի հատ համով հոտով ապուր պետք է պատրաստեմ, այս ցուրտ սեզոնին, այնա իսկը ապուրի եղանակը, գնացի, տեսնեմ ես որտեղ ենք հանդիպելու, եկար, բայց ու շատ սիրելի բաժանորդներ, ոնց եք ես արդեն լավ եմ, բայց ինչ է յուտում, միրգ, խելոք է, գնակոշիկներ եք հանի հիլը, շատ խելոք եմ մնացել, գնակոշիկներ, մեր մոտ այս ենք եղանակը փոխվել է, ես հավաքել, մաքրել, սիրուն փայլացրել եմ, ինչ կա չկա,
Միրգեի ուտում մեկ էլ իմ պարոնը եկավ, սիրելի հետևորդներ ջան, ցուրտ ոնց որ խոր աշունքվա օրը լի, այդ ձևի ցուրտ ու ոնց տենում եմ էլի պետք ասելավ կա, հոգնեցինք մի տեսակ, չգիտեմ, ինչ ես անում Ալեքս ջան, հա, դու ինչ որ շատ դավոլնի ես եկել, մի բան արել է, Չէ, ոչ մի բան չեմ արել, ոչ մի բան, հա, 100%, 100% ոչ մի բան չեմ արել, ապրես, պախ, ոնց եմ սիրում ես ես պահը, որ ճաշը այ սենց քլթալով ու բլբլթալով էփում եմ, ստեղ տեսնում եք, չէ, կարտոֆիլներն իրար հետ սենց խոշոր գցել եմ, որ էփվի ու այնքան էփի, որ հալվի մեջը, ինչ եմ էփում սիրելի հետևորդներ ջան, այս ցուրտուղյա մատ սեզոնին, ինչը կլինի լավ, եթե ոչ լոբով ապուրը, շատ կուզեի, օչով ապուր էփեմ, բայց թե չեղավ, որովհետև այդ ընթացքը մասի չէ, որ այսօր ուզում եմ գժվեմ ու ուրիշ գժական բաներ անեմ, ստեղ էլ սոխարեցս, հայ դարավ չգիտես թե ինչ, օպալա, արի ես էլ քեզ լցնեմ, սոխարեց ջան, սրան էլ սենց տրորեմ, ու այս ճաշը 2.5 ժամ բարձի թողի վիճակով դրել եմ վրեն ու անցել գժական գործի, գժական գործն էլ որն էր, տադամ, ասեք տեսնեմ, ով հասկացավ, ով նկատեց, ով ինչ արավ, դե ասեք, սպասելու եմ ձեր ասեկոսեներին, այս էլ սենց, շատ կուզեի, որ չայ խմեմ, բայց քանի որ այսա ապուրս հայ էփածան, եկեք մի հատ կոֆե խմենք, մանավանդ որ այսօր քիչ եմ խմել, սիրելի հետևորդներ ջան ու ջան, գժվեցի, որոշեցի, որ ասմա, որոշել եմ այսօր մոտդ գամ, որոշել եմ գամ ու չգանամ, քեզ հիշել եմ ամեն օր ու ժամ, Ուխոյ, լավն ա, բայց այսքան ճաշը, այսքանի օրում պետք է հատի, այ դա ա շատ հետաքրքիր ինձ, եկեք մի քիչ էլի սենց անենք, օպալա, ու ինչ եմ լցնում, քանի որ հավես չունեմ, ոչ թե հավես չունեմ, այնքան ցուրտ ա, ես կլյուշնիկի նման 100 տուրտ եմ բացի փաղի, մինչև իջնեմ ներքև, թարմը կանաչու հետևից, հենց իմանանք, ձյուն ու ձմեռա, տրանը սաղույցը դրոցո, հաստատ չեմ գնա, չէ կանաչի առնեմ, եկեք այսօր մեր տատերի ձևով ճաշեպ ենք չոր կանաչիով, մանավանդ չոր գոբուն ինչն ասազմ,
Ծիտրոնն ու ռեհանը։ Ծիտրոնն էլ նույն ինքը քոնդար, նազելին էլ մազդայի ասում։ Այդ այարի տակրքիր։ Իրանց մոտ տենց են ասում։ Հմի, մի հատ հավեսով խառնում ենք։ Այսօր հետաքրքիրն են ա, որ մերոնց հետ խոսում եմ ասում եմ, այսօրվա ձեր մենյուն ասավ աղբերդ լոբուս ու պաուս ինքան էզի ծաղեք Տերտենամովա Ես ինչ անում շոտեր ես կցար, ու հետև ես կհետև Նայնկամ Ինչ ես սեպեմ, ան? Շաջ բրազա, թե յոլակը գնան Ան? Ինչ? Թող մնա, լալեքս, են կոմ գնա էլի ալեքս Բակի ինչ ես սեպեր? Ալեքս Հա Հմի չեմ հիշում, այստեղ ինչ եմ արել Ջեն, Եկեք թափեմ նորից լծնեմ Ջեն, Ալեքս ջան լա գնա Էփերուց Ես այդ կոֆեն կասկածելով կխմեի ավելի լավ նորից հանեմ Մի բան եթե կասկածում ես կասկածելով ինչի սա պետք Այս ընթացքում վստահ եմ Վայ, այս հերիքա է, աս աղջիկ ջան Այս ընթացքում վստահ եմ, որ գրառումների բաժնում լավ էլի գրել եք որ ինչ փոփոխություն եք տեսել այո, ճիշտ էլ տեսել եք մի հատ ուզում եմ ձրնվեց տղա Այստեղ հասկանանք այս ինչ է Կարծու վախեցա ինչ-որ մի բան թարս չլնի, կոֆե սեպվի ու գնանք նստենք մի բաժակ կոֆե խմենք, հետո արդեն վսյա, ապուրը սեպվեց, թող համերը մի հատ լավ իրարով կա ու արի գնանք կոֆե խմելը Ուրեմն, այս ինչքան վաղ ես ասում էի, չէ, որ ուզում եմ թարթիշների լիցք անեմ Այսօր էքուց ընթացք կար, որ վայ Ալեքս, այսօր ես փակել մի րոպե Ուրեմն ընթացք կար, որ կոնկրետ որոշեցի չանեմ Հետո մեկա ցեցերն ինձ ուտում էին Ես բնավորությունով են տեսակ մարդ եմ որ եթե միտքս մի բան ընկավ ուզում եմ որ արա ձգնեմ ու թե լավ կողմը իմանամ թե վատ Հիշում եք մի անգամ էլ հարցրի ու ով լավ ասավ, ով վատ ասավ Ես այս ձևով տեսեք Այս ձևով միշտ էլ ինձ տեսել եք դիմահարդարված ժամանակ Միշտ Ալյոնան իր սիրուն մատիկներով թարթիչներ ա դրել Այս անգամ էլ էլի իմ համաքաղաքացի մի լավ աղջիկ ա արել
շատ բարեհամբույր, շատ նուրբիկ, շատ լավ մոտեցումով ու տեսեք գործողությունից անմիջապես երևի մի կես ժամ հետո եմ ես ձեզ միացել, ընդեղ ճաշին նայեցի, Ալեքսի հետ մի երկու անգամ երգեցինք, պարապեցինք, ընդեղ մի քիչ կարդաց ու նոր ասեցի միանամ ձեզ, կիսվեմ իմ նորությունով ու գիտեմ ասելու եք սազում եմ, ես էլ գիտեմ, որ այս ձևը ինձ սազում է, կա թարթիշների լիցք, կա թարթիշների լամինացիան էլ է լավ բան, տեսնենք մի անգամ էլ միգուցե դա կանեմ։ Ամեն դեպքում իր աշխատանքը այնքանով է նուրբ, օրինակ երբ որ դրել եմ թարթիչ, մի տեսակ ոնց որ սենց աչքիս վրա ինչ-որ մի բան սենց անդադ ուզենաս պոկես, քանդես, թեկուզ սենց մատներով խաղաս, իրա հետ խաղացնես, բայց այս դեպքում հլավոր սենց բան չկա, երևի դա նրանից հա, որ ես այս գործողությանը սովոր եմ, հա, ճիշտը որ ասեմ, ու չգիտեմ, իմ համար շատ լավ է, այն որ ստվարաններ կել չկսես, մի խոսքով վաղնել երևի մազերս կներկեմ, շատ ասպիտակներն եկել, հասել ես իմ թե էսուր, որ այդքանն էլ չանես, արդեն իսկ թարթիշները ես սիրում եմ, թարթիշների հետ աշխատել, երկար հավեսով մանրակրկիտ ձևով կսեմ ու աղջիկա այդ որ զրուցում ենք, ասում է մարդկանց մեծամասնության մոտ թարթիշները մի շերտ են, իմոնք խիտ էին, ասում է վա ինչ լավ խիտ թարթիշներ ունես, ասում եմ հա ես էլ եմ սիրում իմ թարթիշները, մանավանդ մի 5 րոպե ու ավել, որ թարթիչաներկ եմ կսում, ինքը սենց շատ սիրուն հետ է գնում, ասում է կուզես այդ ձևով սարքենք, ասում եմ հա, ինքն ուներ տարբեր բազմաթիվ աշխատանքներ, ամեն դեպքում գործողությունը դուրս շատ եկավ, պահի տակ կթվա, որ այս մի կողմը մի աննշան մի քիչ խիտ է, էդ էլ ասում է ինքը նույն հավասարությունով, նույն խտությունով ա լցրել, միգուցե այս կողմը բնականից մի փոքր ավելի խիտ ա եղել, չէ, հոնքերս էլ հիշում եք, ասում եք մեկը բարձր ա, մեկը ցածր ա, սենց որ նայում եմ, այս պահին այո, աջ հոնքս, հեսա, այս մասը բարձրոտ ա, Ալյոնային որ ասեցի, ասում ա քո հայացքից ա, այս կողմ են կողմ, բայց թե ինչքան էլ ուզում ա հայացքդ չշարժես, այս աջ հոնքս մի քիչ իրոք բարձր ա։ Հիմա եսա պարապեմ, մի քիչ էլ ամեն գործողության մեջ մտնելու համար էլ բավարար միջոցներ ա պետք, մի խոսքով մի քիչ էլ ինձ վրա հավաքեմ, ուզում եմ, որ համ ուղղած լնեմ, համ էլ այս անգամ ոնց որ հեչ Ալյոնայի արած գործիչը լներ, շատ շուտ կորավ, շատ շուտ գույնը փախավ, այն նախորդը առանց կարեկցիա 2 տարի ու ավել մնաց, այս մեկը չէ, մի քիչ շուտ իջավ ու չհասկացա, թե պատճառը ինչումն է։ Հիմա ամեն դեպքում դեմը ամառ լինի, ձմեռ լինի, ոնց լինի, ես սիրում եմ թարթիչներդ, որ խիտ լինի, լավ լինի, դեռ չգիտեմ էլի կշարունակեմ, թե չէ, իրա տևողությունը ասեց պետքա, որ մինչև 21 օր մնա, ընդեղից են կոմք երևա, սենց բաներ, բայց շատ նուրբ, շատ մանրակրկիտ աշխատանք ա նյարդեր պահանջող, կարևորը որ արդյունքը գոհացուցիչ էր, սիրելի հետևորդներ ջան։ Հիմա ինչ ա մնում ինձ անել, մի քիչ հիանալի մեզ թորտիչներով, հետո վախնել մազերս ներկեմ, քանի որ նախապատրաստվում եմ, գործեր ունեմ, գործեր, այդքան մի բան,
շատ մեծ հաճույքով խմեցի իմ սուրճը, աղջիկը հրաժարվեց հյուրասիրությունից, մի խոսքով չմանրանամ, ես էլ զուտ մանրացա նրա համար, գիտեմ էլի հարցերի տեղատարափը, բա դուք չհյուրես, մի խոսքով ու մեր մոտ նորից անձրև, մշուշամբ, հիշում եք, չէ, այդքան բան, սիրելի հետևորդներ ջան, մի քանի որ Ալեքսս համբերատար ձևով, Ալեքս, քանի որ Ալեքսս, արի, համբերատար ձևով սպասում է ապուր ուտելուն, ուզում էի, որ համերը մի քիչ այդ կանաչու համը տա, դրա համար ասեցի գնա, տեսակ ինքն էլ խելոք, լուրումուն, սուսուփուս, առանց լեզվի տանելու, կարար չէ, շուռ գար ու ասեր, գիտես մամա, դե հերիքա, չես հասկանում, ես ճաշ եմ ուզում, եմ ուզում, բայց ինքը գիտի, որ եթե ես ասում եմ, պետքա սրտիկս սուպիկ yaman բեր ու գթալ։ Դու ես ուտելու։ Իրար հետ ենք ուտելու, լսեցիք, այս ձևի լավ տղա ունեմ ես, Տարոսը բոլոր նրանց, ովքեր սպասում են մի հրաշքի, սպասեք, հավատացեք, աղոթեք, ու սենց բաներ, չգիտեմ, Աստված բոլորիս երեխեքին էլ երկարուցիկ տարիների կյանք տա, Տեր Աստված ջան, մեր երեխեքը մեր առաջ խաղաղ երկնքում ու առողջ մեծանան, հիմա իմ բանամ դերեց ափսեն, ապուր վայել ենք, սխտորն է չէր խանգարի, բայց այնտեղ են չի ուտում, առաջները ունենց լավ ուտում էր, մի սխտորի հոտից անգամ փախնում է, ինչև է, ապուր վայել ենք, հետո տեսնեմ էլ որտեղ ենք հանդիպում։